Հմեկի Պետրոսի Տեր Արամը կամ ՔՊԱ-կանների կողմից տիրություն արվող Տեր Արամը կամ ՔՊԱ-կան Տեր Արամը այս պահին լարված իրավիճակ է ստեղծել Հովանավանքում։ Տեր Արամը կանչում է ուժայիններին, ոստիկանությանը, ըստ տվյալների, որպիսի ոստիկանությունը ուժով հեռացնի Տեր Մանուկին, ով նշանակվել է ծառայության Տեր Արամի հետ միասին Հովանավանքում։ Մոտենում է Տեր Մանուկին, Տեր Արամը ասում է, որ եթե ինքնակամ չհեռանաս, ուժայիններով կհեռացնեմ։ Տեր Մանուկը, որպեսզի խուսափի խժդժություններից եւ խնդիրներից, լքում է Հովանավանքը, բայց եւ այդ լարված իրավիճակը այս պահին մնում է վանքում։ Տեր Արամ վախենում է իր փողդ քիչ լինի, վախենում է իր կպնեին գրպանից կամ կիսեիր այդ գումարը քո հոգեվոր եղբոր հետ։ Այս ինչ է։ Ով ես դու, տղա ջան, ինչ ես քեզանից ներկայացնում, ամոթ է, ու ես ցավում եմ այն մարդկանց համար, ում համար այս հոգևորականը պետք է միջնորդ ներկայանա իրենց եւ Աստծու միջև, ու մարդիկ կան, որ մինչև այսօր այս երիտասարդին հոգևոր են համարում, այս երիտասարդը գալիս է հմեկ լաց ու կոծը դնում է, թե եկեղեցում հոգևորը վերացել է, պետք է փոխվի եւ այլն եւ այլն, այսօր ուժայիններ է կանչում, ոստիկանություն է կանչում, թաքնվում է ուժայինների հետևում, որպիսի ուժայինները հեռացնեն Տեր Մանուկին։ Այնինչ դա եկեղեցում ընդունված կարգ է, որ տարբեր քահանաներ տարբեր ծառայությունների են նշանակում տարբեր տեղեր, որևէ խնդիր դրանից չկա, եւ վանքեր եւ տարբեր եկեղեցիներ։ Դե բնականաբար ՔՊԱ-կանի հասարակ վարքագիծ, այ ՔՊԱ-կան Տեր Արամ։